ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է նվազեցնել հարկերը, տնտեսական բարգավաճում ապահովել եւ արտերկրից Միացյալ Նահանգներ վերադարձնել մի շարք ձեռնարկություններ։ Խոստանում եմ հարկերի լայնածավալ նվազեցում, հատկապես միջին եկամուտ ունեցող ամերիկացիների համար։ Դա կապահովի միլիոնավոր նոր աշխատատեղերի ստեղծում։ Հարուստները կվճարեն այնպիսի հարկեր, որպեսզի դրանք բացասաբար չանդրադառնան աշխատատեղերի վրա։ Միչիգանում իր «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսը տարածող Թրամփին Ֆլորիդայից պատասխանել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինտոնը, ում կարծիքով հիմնական շեշտը պետք է դրվի նորարարությունների եւ նոր ձեռնարկատիրությունների վրա։ Եթե դուք ցանկանում եք նոր բիզնես հիմնադրել, մենք նախատեսում ենք սառեցնել ձեր ուսանողական վարձավճարները, այնպես որ դուք կարող եք նաև վարկ վերցնել բիզնեսի մեջ ներդրում կատարելու նպատակով։ Այս շաբաթ Քլինտոնն անսպասելի աջակցություն էր ստացել նաև հենց հանրապետական կուսակցության ներսից, որի 50 հայտնի ներկայացուցիչ բաց նամակով քննադատել են Թրամփի մոտեցումներն անվտանգության եւ աշխարհաքաղաքական հարցերում, նշելով, որ հաղթանակի դեպքում Թրամփը կլինի Ամերիկայի պատմության մեջ ամենաանպատասխանատու նախագահը։ Հայտարարության հեղինակների թվում են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարն ու ներքին անվտանգության գործակալության նախկին երկու ղեկավարները։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ իրեն քննադատողները հենց այն մարդիկ են, ովքեր պատասխանատվություն են կրում աշխարհը վտանգավոր տեղ դարձնելու համար։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։